Ողջույն հայրենակիցներ, Alpha News-ի Los Angeles-ի տաղավարում այսօր զրուցում եմ Համլետ եւ Լիլիթ Չոբանյանների հետ, ամուսիններ, որոնք 25 տարի շարունակ բնակվում են Ֆրեզնոյում, բայց երբեք կապը չեն կտրել հայրենիքի հետ եւ մի շարք հետաքրքիր եւ կարեւոր ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ Ողջույն Համլետ եւ Լիլիթ, շնորհակալ եմ, որ եկաք։ Մենք ենք շնորհակալ ծրագրին։ Մենք իհարկե ձեր ծրագրերի մասին պիտի խոսենք այսօր, շատ կարեւոր ծրագրեր են, բարեգործական, տարիներ շարունակ դուք իրականացնում եք Հայաստանում, բայց մինչ այդ ուզում եմ մի քիչ խոսենք Ֆրեզնոյի մասին, որը ավանդաբար այսպես հայաշատ քաղաք է եղել, բայց վերջին տարիներին Գլենդելն է ավելի հայտնի դարձել որպես հայության կենտրոն։ Ամեն դեպքում Ֆրեզնոն իր, այսպես ասած, դերը նշանակությունը հայապահպանության գործում Ֆրեզնոյի հայ ամենքը չի կորցրել։ Կխնդրեի մի քիչ պատմեք, թե ինչ կա, ընդհանրապես կա հայկական համայնք, գիտեմ, որ դասական սփյուռքն է ավելի շատ այնտեղ, եւ ընդհանրապես ինչ է կատարում, կազմակերպված համայնք կա, ես գիտեմ, որ Լիլիթը նաեւ դասավանդում է հայկական դպրոցում եւ նաեւ Վիլյամ Սարոյան տուն-թանգարանում է աշխատում։ Խնդրեմ մի քիչ պատմեք մեր հեռուստադիտողներին, ինչ է կատարում ընդհանրապես հայկական կյանքում Ֆրեզնոյում։ Արտուր ջան, ինչպես ասացի, հայ համայնքը Ֆրեզնոյում հին համայնք է։ Նույնիսկ ասում են Ֆրեզնոյինցյան, Ֆրեզնոյի հնդիկներ հայերին, շատ շուտվանից եկել։ Ու կարելի ասել ամենահարգված համայնքն է Ամերիկայի մեջ, YN-ով կամ IN-ով վերջացող ազգաններ, որ տեսնում են, շատ մեքսիկներ կան, ասում ենք, որ գալիս ենք, ուզում ենք հայի հետ գործ անել կամ մի հատ խնդրել գործ, ասենք Գոնսալես, ասում է Գոնզալյանն է ձեզ անհանգստացնում, վերջում IN են անում, որ իրանք էլ հայեր Եվան։ Մի քանի տարի առաջ թուրքական մեծ մի հատ նախարարների մակարդակով հանդիպում լիներ Ֆրեզնոյում, եղավ Լոս Անջելեսում, իրանք կոնտակտներ կապեցին գյուղատնտեսական ու տարբեր նախարարությունից էին եկել։ Իրանք որտի գային մյուսը Ֆրեզնոյի ամբողջ այդ county supervisor-ի կողմից էլ հայ համայնքի կողմից ու ամերիկացի կողմից նամակերով, որ դուք իրավունք չունեք մտնել Ֆրեզնո, ձեր Այն որ դուք չեք դատապարտել ցեղասպանությունը եւ միջև հիմա էլ մերժում եք ցեղասպանությունը ու հայերի նկատմամբ ձեր վերաբերմունքի պատճառով դուք իրավունք չունեք մտնել մեր քաղաքը ու դենք ամերիկացիք բոլորից միայն սուպերվայզերներ հայ մնացած ամերիկացի ստորագրեցին դրա տակ եւ թույլ չտվեցին թուրքական այդ այսինքն հայ համայնքի խոսքը անցնում է այդպես ասել։ Այո։ Առաջին համայնքն է միջալոց Ֆրեզնոն Ամերիկայի առաջին հայկական համայնքն է եղել, այնտեղից է սկսվել առաջին գաղութը Ֆրեզնոն է եղել։ Այո։ Իդեպ մենք մեր հեռուստադիտողներին ասեմ, Համլետին ճանաչել ենք դեռ ուսանող տարիներին համալսարանից, բայց Լիլիթին հանդիպեցինք հենց Ֆրեզնոյում պատահաբար Համլետի հետ միասին Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման օրն էր, եթե չեմ սխալվում, եւ նաեւ Այս ժամանակ դեռ իրենց հետ չի աշխատում, բայց Եվ հիմա դուք աշխատում եք թանգարանում, ինչպես է ընթանում գործերը, ընդհանրապես այցեր եւ այլ, ինչ կարող եք պատմել թանգարանի գործունեությունից։ Այդ տունը կարծես թե արդեն վաճառվում էր, հետո Արթուր Ջանիբեկյանը փրկեց, կարելի է այդպես ասել։ Հիմա ինչ ծրագրեր են։ Այդտեղ Սարոյանը ապրել է իր վերջին կյանքի վերջին 18 տարին։ Եվ մի քանի անգամ տունը վաճառվել է տարիներին եւ իրանից պահպանված ոչ մի բան չկա։ Բայց փառք Աստծո, որ հենց Ջանիբեկյանի պրոջեկտը ոնց որ իրականացավ, որովհետև շատ հիանալի լուծում են տվել իրենք, չգիտեմ դրանից հետո եղել եք այնտեղ թե չէ, շատ յուրահատուկ մոտեցում են տվել, ինչքան էլ որ չունենք պահպանված ոչ մի բան Սարոյանից, բայց մաքսիմում սարոյանական շունչը զգում է ստան մեջ, շատ տարբեր ֆորմատի թանգարան են արել, շարժը ցավոք սրտի այդքան մեծ չի, Բայց օտարները չէ, հայերն են իհարկե շատ, բայց անցած երևի մի 2 ամիս առաջ իտալացի շատ երիտասարդ զույգեր են եկել, իմ համար շատ զարմանալի էր, շատ երիտասարդ էին, եկել էր շատ sense ոգևորված, տարված, ինքը եկել էր հենց Սարոյանի տուն թանգարանը տեսնելու, որտեղ ասում եմ ես
տարված եմ Սարոյանով։ Ու լրիվ իտալացի էր, հայկական ոչ մի բան։ Իտալիայից եկել էր հատուկ տուն թանգարանը տեսնելու։ Ծանոթ էր Սարոյանին։ Սարոյան, ահա, ամբողջությամբ ինձ այն շատ ինֆորմացիա։ Իսկ հայերը հետաքրքրություն ցուցաբերում են, գալիս գնում են, թե ոչ, թեկուզ տեղացի կամ։ Այո, կա, բայց այն կարգի շարժ չկա, որ ավելի ես ինքս եմ ակնկալում, կարող եմ սպասումներ են մի քիչ ավելի շատ։ Այո։ Հիմա համայնքի մասին էլ մի քանի բան խոսենք։ Կա արդյոք այդպես համայնքային կազմակերպություններ, չգիտեմ, միգուցե լոբիստական կամ մշակութային, կրթական դպրոց կա, որքան հասկացա։ Դպրոցը մյուս տարի նշելու ենք դպրոցի 50-ամյակը, ամենօրյա դպրոցը, նախադպրոցականից մինչև 6-րդ դասարան, հիմա էլ աշխատում ենք մեր նոր տարածքի վրա, որ պիտի ավելի մեծ նոր շինություն ունենանք։ Առաջ Աստված հույս ունենք, որ կստացվի։ Իսկ ավելի շատ արևմտահայեր են այնտեղ երեխաներին բերում, թե հայաստանցիները ընդհանրապես ինչ թվականակ է։ Հիմա առաջ մենք այդ դպրոցի հետ, քանի որ մեր երեխաները բոլորը այդտեղ են սովորել, մենք արդեն շատ երկար տարիներ այդ դպրոցի հետ ենք, 20-ից ավելի։ Իդեպ իմ հյուրերը 7 երեխաների ծնողներ են։ Եվ Աստված պահպանի օրհնի բոլոր մեր երեխաներին։ Առաջ մի քիչ ավելի նժարը ոչ հայաստանցիների կողմներ, բայց հիմա ոնց որ ավելի շատ է։ Հայաստանցիները շատանում են։ Հիմա բավականին շատացել են։ Այսինքն չասենք հայաստանցի, ասենք հին եւ նոր սփյուռք։ Այդ հին նոր սփյուռքի, այսպես ասենք, հայրերի եւ որդիների պայքարը ամենտեղ զգացվել է, այսինքն տարբերություններ ունեն, չգիտեմ, նույնիսկ մշակութային, ձեր մոտ զգացվում է դա։ Ցավոքայան։ Որոշակի կոնֆլիկտներ են առաջանում, թե ինչ որ ինտեգրացիոն ձևը գտել եք դուք։ Կոնֆլիկտ չի առաջանում, բայց մի քիչ կարող է արաբական երկրներից գաղթած հայերի ու Հայաստանից գաղթածներ մի քիչ տարբերություն ունի, բայց ովքեր որ եկել են Հայաստան, նոր եկել են Ամերիկա, թեկուզ արաբական երկրներից ավելի տարբեր են։ Բայց մենք հայ ենք, մենք տարբերություն չենք տեսնում եւ միշտ եզրեր գտնում ենք podcast-ը համայնքը հիմնական եկեղեցիները հայկական, առաքելական եւ Կիլիկիա, Էջմիածնի եւ Կիլիկիայի երկուսն էլ կան, ավետարանական եկեղեցիներ կան, պենտեկոստալ եկեղեցի մոտ հայկական, հա, 10-ից ավել եկեղեցիներ կան եւ բոլոր միջոցառումներին ամենագեղեցիկն է, որ բոլորը միասին առաջի շարքում նստած են եւ մի հարթակի վրա են։ Ոչ մի տարբերություն չկա, դու ավետարանական ես, դու ես, դու ես, հա, առաքելական կամ Կիլիկիայի թե բոլորը հավասար են։ Կաթոլիկ եկեղեցին կա, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո։ Այսինքն համայնքը ավելի միասնական է, այդպես կարող։ Ուղղակի շատ ցուցադրական չէ Ֆրեզնոյի։ Ի տարբերություն Գլենդելի հայերի, հա։ Այդպես շատ աղմկալից չի լինում Ֆրեզնոյի արած աշխատանքը, բայց Ֆրեզնոյից էլ շատ մեծ գործեր արվում հայրենիքում։ Ավելի պահպանողական են, ավելի հասարակ են, թե հակուկապի տեսակետով, թե իրանց ապրելակերպով բրենդային բանը համարյան դե չկա։ Բենթլիներ վայլեն բրենդանությունից այդ չկա։ Այո, դա Գլենդելին այդպես ավելի բնորոշ։ Բայց տեսնում Գլենդելին արդեն գնալով, որտեղ Գլենդելից դուրս են գալիս մարդիկ, հայերը, չգիտես, դա քաղաքականության հետևանք է, թե թանկացումների հետևանք է, գնում են ավելի շատ արվարձաններ։ Լավ, դա այլ խնդիր է, հիմա գանք գլխավոր թեմային։ Ես այն ժամանակ դեռևս որ մենք զրուցեցինք, դուք իրականացնում եք ծրագիր, որը նպատակ ուներ գյուղացուն պահել գյուղում, ես այդպես հասկացա, հատկապես սահմանամերձ գյուղացիների մասին է խոսքը, որ իրենց կովեր չէ, անասուններ եք նվիրում այստեղ։ Հիմա պատմեք ձեր ծրագրերի մասին եւ նաեւ կան այլ նոր ծրագրեր, խնդրեմ ինչ։ Ծրագիրը առաջացավ 14 թվականի հունվարին, երբ որ հորաքույրս մահացավ, իր հիշատակին երկուկով առանք գյուղացներին ու տենց երբ որ ընկերներս իմացան, եկեղեցին իմացավ, տարբեր տեղերից միացան, մենք էլ ենք ուզում, հա։ Դարձավ ծրագիր ու ակամայից ինձ հարցեցին ասին ոնց անենք, ասեցի դե որ հղիկովը տալիս եք, այդ մարդուն նենց անենք, որ ինքն էլ ուրիշին օգնի, որ տնա ոչ մենակ եկալերն է լավ, այլ տալը։ Եվ այդ
ասեցինք, արեցինք ու հետո զգացինք դրա էֆեկտը ինչքան լավ եղավ։ Այն հարևանը, որ սպասում էր հորթին, ակամայից դառնում է մեր հսկիչը։ Այսինքն այդ կովը նվիրում եք մի ընտանիքի, հորթը պետք է տրամադրել մեկ հարևանը, հա, պետք է տրամադրի, հա, իր հարևանին։ Դա պայմաններից մեկն է։ Առաջի պայմանն է։ Ու այդ հարևանը, որ սպասում է հորթին, ամեն օր այդ կովին հսկում է, ամեն օր նայում է մաս չպակասի։ Եթե տերը ուզենա խախտում անի, միանգամից մեզ է տեղյակ պահում ու կանխվում է դա, մոտ 2400 ընտանիքի 2400 Հիմնականում սահմանամերձ գյուղերի մասն է։ Սահմանամերձից սկսել ենք, որովհետև քանի որ թե աշխատանքի պահով, թե դատարկում են, շատերը նույնիսկ Ռուսաստանից հետ են եկել։ Շատերը որ ամեն տարի պիտի գնային Խոպան չեն գնացել այդ ստանալուց հետո։ Ու դրանից տարածվավ Արցախում արեցինք, հիմա ավելի շատ Վարդենիսի վրա են կենտրոնացել մեծ մասիկ, այդ մասերը դեպի Սևանից դեպի Արևելք, Ադրբեջանի սահմանին։ Վերջերս կազմակերպեցինք մեր ընկերներից մեկը ասաց եթե այսքան գումար հավաքվի ես կրկնակի կանեմ 50,000-ի չափ Անգրիչիքսի տնօրենը podcast-ու տենց նպատակ դրեցինք 50 օրվա մեջ 50,000 եւ որոշել ենք 50 երեխայի 50 ընտանիքի ու այս անգամ ավելի շատ եղավ մի ամսվա մեջ փաստորեն այնքան եղավ որ օգնեցինք 150 ընտանիքի երեխաների իրանց վերահսկումները ծմերային կոշիկները 50 ընտանիքից ավել որպեսզի կով ոչխարներ տենց անասուններ տանք livestock եւ 50 մենք ուրիշ ծրագիր ունենք որ վերականգնական ծրագիրը մարդիկ թմրամոլներ, խաղամոլներ, ինչքան մոլով բարեր կա հիմա դրա մասն եք խոսենք այդ ովքեր կարող են ներգրավել այդ գյուղատնտեսական ծրագրի մեջ հիմնականը բազմանդամ ընտանիքները որովհետև մեր ծրագիրը հիմա կարող է մեզ դիտողներից շատերի մոտ հետաքրքրություն առաջանալ ինչի է դա շատ կարևոր որովհետև ես վերջերս Հայաստանում եմ հասկանում որ գյուղերից այսինքն հատկապես հեռավոր շրջանների գյուղերից դատարկում են մարդիկ գնում են քաղաք Երևանը դարձել է մի մեծ գլուխ բարակ ոտքերի վրա էլ չասեմ որ արտագաղթում են եւ դա շատ կարեւոր է ոչ թե փող տալ մարդուն որ գնա Երևանում տուն առնի այլ նվիրում ես կով որը ընտանիք է պահում եւ կապում ես գյուղի հետ դա շատ կարեւոր է Իսկ մեր նշանաբանը դա է որ ավելի լավ է ձուկ բռնել սովորացնել քան ձուկ տալ եւ մյուս նշանաբանը որ հասնենք այն մարդկանց ովքեր չեն հասնում որոնց ոչ մեկ չի հասնում ու մեր հիմնական ծրագիրը ամենավերջի գյուղերն են ամենածայրամասային Իսկ եթե մարդիկ կան օրինակ բնակվում են քաղաքում բայց ուզում են գնալ գյուղ կարող են ձեր ծրագրից օգտվել Դա էլ ենք անում դա նույնիսկ Արարատյան շրջանում ենք անում տարբեր մարզերում անում ենք բայց հիմնական կենտրոնացումը սահմանամերձն է ու ծայրամասային գոտիները ու տեսնում ենք ու ինչու բազմանդամ որովհետև մեր ծրագիրը նաև pro-life ծրագիր է երբ որ տեսանք այդ ինչ որ անում ենք եթե Հայաստանում աճը Google-ով միամիտ տեսանք որ այդ Հայաստանը առաջի երկիրն է գրածա երկրորդ երկիրը բայց ոչ շատ ուսումնասիրեցինք դուս եկավ առաջի երկիրն է աղջիկ երեխա sex selective պայմանավորված աբորտի մեջ Հայաստանը առաջինն է աբորտի աղջիկ երեխաների կարելի ասել սպանության մեջ աշխարհում Չինաստանից հետո բայց հիմա Չինաստանը քանի որ արգելքը հանել է հիմա Հայաստանն է Համար ես դա գրանցված տվյալներով եթե թիվ կա sex selective abortion մենք հիմա այսինքն եթե մարդիկ տեսնում են աղջիկա աբորտ են անում այո հիմնականը որ տղա են ուզում Հայաստանում մենք տարբեր տեղեր որտեղ որ կլինիկաներ կան հենց մեծ աֆիշաներ ենք, պաստատներ ենք փակցրել, որտեղ գրված է, որ անկախությունից մինչև հիմա պետական թվով 494,000 երեխա չի ծնվել, աբորտ է արվել։ Կես միլիոն երեխա, որը որ թուրքերը այդքան ցեղասպանության ժամանակ դա ընդհանուր թիվ է 91-ից մինչև հիմա։ Պետական տվյալով 12-13,000 աբորտ են ասում, բայց դա գրանցվածն եմ ասում։ Վերջերս իմացանք, որ ուրեմն ֆեմինիստների կազմակերպություն կա, կարծեմ Women Resource Center,
իրանք հետ բերել են տարբեր տեղերից, մարզերից գինեկոլոգներ էին հրավիրել, շարադրում էին, որ աբորտ անելու տենց փիլեր կան, հաբեր կան, որոնք էլ բժշկի պետք չի գնալ, դա են ռեկլամացնում, մեր մարդկանցից էլ գնացին այդտեղ, որ ու ճիշտ ասեցի սորոսական հկները ամբողջը դրա վրա է հիմնական սորոսական հկներն է, հա, այստեղ էլ ծրագիր կա։ Նույն մեծ տեխնոլոգիաներ են աշխատացնում մեր ժողովրդի վրա եւ վերջին հաշվով ստացվում է, որովհետեւ հիմա գիտակցության խնդիրը շատ ցածր է։ Հենց այդ դեղահաբերը մենք հասցրեցին կարևորը մեսեջը, որ բժիշկներն էլ իմացան, կուզեմ ալիցից օգտվել։ Նաեւ ստեղ էլ ասել, որ այդ դեղահաբերի վրա գրածա, որ ռիսկը 0.5% է, բայց երբ որ ամենամեծ ուսումնասիրված ինչի ռիսկ դա 0.5% մարդու առողջության, կնոջ առողջության երբ որ օգտագործում է, բայց երբ որ ուսումնասիրեն 860,000-ից ավել կանանց եւ դրանից 40 քանի հազարը նույնիսկ իրանց կորցել են քայլելու ունակությունը, 11,000-ը երեխա side effect-ները ու հաշվել են, որ ոչ թե 0.5%, այլ 22 անգամ խաբել են 11% ռիսկը, այդ դեղի ռիսկը, դեղահաբերի 22 անգամ ավելի շատ է իրանց գրածից ու շատերը չիմանալով pharmaceutical company-ները Հայաստանում էլի ինձևի փող են աշխատում սպանության գործով դա մեր մի քիչ արագ ասում եմ մեր ներսը հենց այդտեղից միշտ վարվում է որ ամեն օր մեր միտքը որ մի հատ երեխա պետք ենք վերջերս մեր հրազդան կրիզիսային կենտրոնը կարծես այդ կենտրոնը բացել հրազդանում հա խնդրեմ պատմեք այդ կինը պիտի երեխային աբորտ անել իրան հատկացինք սեյնակ տեղ տակուկանկյուն երեխան պահված վերջերս բրբանկի եկեղեցում ցույց տվեցի 1 րոպեվա մեջ այդ մարդ սիրտը շարժվավ որ ինձ չէ ճանաչում գնաց ծրարով գումար բերեց մեծ գումար տվեց ասեց այս ծրագիրը կարևոր է կուզեմ կոչանել նաև բոլոր քահանաներին որ իրենց գործն է աբորտի մասին շատ քարոզ են շատ խոսան Տեր Աբելը Իջևանից մի անգամ պատմեց ասում է մարդիկ նույնիսկ կանայք տատիներ իրանց մահանալու ժամանակ չեն կամ հոգին տան այդ ցավի պատճառով որ իրանք ժամանակին արել են ու հիմա զղջում են ու չեն կարող մաքրեն իրանց ներսը մինչև չեն խոստովանում հոգին չեն կարող տան ու դա ճնշում է եթե հիմա կարող է կանխեք ջահել են մտածում են որ դա ինչ է բժիշկները մեզ ասել են որ դա ինչ որ մսի գունդ է մենք էլ հեռացրել ենք ես ասում եմ որ երեխան այն պահից երբ որ հղիանում է կինը դա երեխա է եւ 22 օրականում արդեն սրտի աշխատանք ունի մի քանի ամսեկանում արդեն մատնահետք ունի երեխան մորփոյի մեջ լացում է Լիթը ավելի լավ կարող է նկարագրի ծրագրի մասին խնդրել Լիթը ավելի պատմել այսինքն այդ կենտրոնի գործունեության եւ ընդհանրապես ինչ Ամեն դեպքում իմ կարծիքով խնդիրը գիտակցականը բարձրացնելն է մեր ժողովրդի։ Հիմա տեսեք այս միլիոնավոր ժողովրդի մեջ 1-2 դեպքերը, 1-2 չեն, բավականին ունենք դեպքեր, բայց երբ որ կինը կարողանա գիտակցականը բարձրացնել այն աստիճանի, որ դա ինքը իր երեխային է սպանում, որ ոչ մի թուրք կարծում եմ, նու չասեմ ոչ մի թուրք, մենք շատ դաժան պատմության էջեր ունենք, բայց Իրանք սախել են, չեն սպանել Չի կարելի համատել, մենք միշտ մեծարում ենք հայ մորը, չէ՞, ինչքան ենք մեծարում հայ մայր, եւ իրականում ես դա չեմ ասում, որ այդպես չի, բայց հայ մայրը ամենաշատն է երեխաս մորթել։ Ես այս վերջերս Մտքարանովեի նույն թեմայով խոսեցի, մեկը ու ցավալի է, որ հենց կին էր գրողը, որ մեկնաբանությունների մեջ շատ կոպիտ է արտահայտվում, դա սպանություն չի։ Ցավոք սրտի, այո, ճիշտ չեմ արտահայտվում, սպանություն չի, որովհետև երեխային մասնատված են անում, դա մորթում ես դու քո երեխային։ Ու երբ որ գիտակցականը բարձրանա, ինձ թվում է այդ ժամանակ նոր մենք կարողանանք կանխել այս ու խնդիրը իմ կարծիքով ոչ միայն երեխաներն են, մենք երբ որ մենք շատ ուսումնասիրեցինք Հայաստանում, աղջիկս հենց այդ ուղղությամբ սովորել ավարտել աշխատեց Հայաստանում հիվանդանոցներում, մենք հասկացանք, որ մենք մենակ կանանց չի, որ պիտի բերենք այդ
բժիշկներին, գինեկոլոգներին, թող ինձ ներեն, բոլոր են գինեկոլոգները, որոնք պատկանում, բայց գինեկոլոգները մեր ժողովրդի ղասաբներն են։ Բառս կարող է կոպիտ հնչում, բայց այդպես է, որ ես չեմ կարողանում հասկանալ, եթե մի մարդ կարող է զգալ այդ ծնունդի բերկրանքը, ոնց կարող է նույն մարդը երեխա մորթել եւ ասել դե հիմա ինչ կա, դա իմ ապրուստի միջոցն է, ընդամենը 60,000 դրամի համար, երբ որ Համլետը նշեց թվերը, դրանք տոկոսներն են իրականության, որովհետեւ բոլորը շատ լավ գիտենք Հայաստանում, երբ որ մարդ կինը որոշել է, որ պիտի աբորտ անի, նա չի գնում գրանցվում, հետո նոր անում, ինքը 60,000-ը տալիս է բժշկին եւ դա ամեն ինչը հարվում է մինչեւ գրանցելը։ Այո։ Իդեպ, չգիտեմ ինչից է, բայց օրինակ այստեղ Միացյալ Նահանգներն, որ ավելի լիբերալ պիտի լինի, չէ, ավելի շատ են խոսում, օրինակ նույն երջանկայի շատակ Չարլի Քըրքը, չէ, իր այդ քոլեջներ, համալսարաններ այցելուց միշտ խոսում էր աբորտների թեմայով եւ մարդիկ ուղղակի տեղյակ չէին, ինքը բացատրում էր այդ քիչ առաջ դուք ասացիք, չէ, 22 օրականում արդեն ձևավորվում է շունչ կա, այսինքն մարդ ես դու սպանում։ Մեր մոտ Հայաստան, մեր գիտակցությունը չի եղել, կոմունիստական շրջան, հետո էլ չեն բացատրել, հիմա էլ չկա կարծես, թե ես չգիտեմ, այդպես միգուցե կա, ես չգիտեմ։ Եվ խնդրեմ ասեք։ Չարլի Քիրքին որ հիշեցիք, իրան ասում են դու ազգայնական քրիստոնյա ես, չասում ես քրիստոնյա եմ եւ ազգայնական։ Այո։ Հիմա ես կոչ եմ անում նորից բոլոր քրիստոնյա ժողովրդին եւ բոլոր ազգայնականներին, ովքեր իրան հայնասեր են կարծում, կամ իրանք զգում են, որ իրանք մեջ հայնասիրությունը հել է արդեն այդ մակարդակին է։ Եթե մենք այս թշնամու դեմ չկռվենք, աբորտի թշնամին, այս ամեն մեծ ծրագրերն էլ հասկացանք, ինչքան է օգնենք գյուղացիներին, ինչքան էլ ալմատ լաբորատորիաներ բացենք, կամ ինչքան մեր մյուս կետը, որ մենք օգնում ենք նաև ռիհաբ կենտրոն ունենք թմրամոլներին տարբեր տեսակի, եթե աբորտի դեմ չկանխենք, այս մեր արած իզուր է։ Եթե գնալով պիտի աճը իջնի Հայաստանում, հիմա աճը 1.3%, այսինքն 2%-ը դա երբ որ զրոն է, 2 ծնողից, 1 հորնումորից ծնվում է 2 երեխա, դա զրոն է։ Նոր երրորդ երեխան աճ է, բայց Հայաստանում 2 հոգուց ծնվում է 1.3 երեխա, դա գնալով նվազում է ու քանի տարի հետո անց տեղում, եթե արտագաղթե չլինի, արդեն տեղի ժողովուրդը ժողովրդագրական պատկերն էլ փոխվում է։ Հայերը արտագաղթում են, մնացողները երեխա չեն ունենում եւ փոխարենը ներմուծում են, ասենք, տարբեր տեսակի եւ առաջիկայում նաեւ ցավոք պիտի արձանագրենք, որ կարող է նաեւ թշնամի երկրի, ասենք 300,000 պարապած այդպես քաղաքացիներ կան եւ այսինքն ինչ է լինելու Հայաստանի ապագան դրա մասին չէ։ Ինձ մեկ ուղարկել է Աջապարյանի այդ փոքր լսել պատմում Միքայել Սրբազանի ասում եթե ասում սերբացին սերբուհին 1 երեխա է ունենում բայց ասում ալբանացին 7 երեխա ասում հիմա հողում է պետք այո ալբանացուն է պետք հողը ճիշտ է եթե սերբը չի ուզում ինքը իր երեխուն արդեն սպանում է չի ուզում աճի ասում ինչու ենք մեղադրում ինչու ենք ասում Աստված ջան խիթողին մեզ վերջերս մի հատ տաքսիստի պատմություն լսեցի Երևանում որ այնց մի հատ կնոջ վեր պիտի Մարգարյան հիվանդանոց իջացներ ու ճանապարհին այդ կինը ասում է հոգևոր երկերը եկեղեցական անջատ եկել վրես ազդում է ասում ինչու ասում դե ասում եթե Աստված կար խի թողե Ստեփանակերտի ծննդատունը ռմբակոծվավ խի sense ասես գիտես այդ ծննդատուն ինչքան երեխա աբորտ արվե կամ այդքան զինվորները որ մահացան իրանց ծնվելուց առաջ իրանց քույրերին են սպանել որ այդ տղաները զինվորները ծնվեն որ իրանք արյան գին են եղել ու այդ գինը ասում միտեղ կկանգնեք ավտոն ասում մոտը ինչքան գումար կար տվեց ասում դրեց նստանի վրա ասես դուք նոր իմ աղջկաս կյանքը փրկեցիք ես գնում եի աբորտ անեի երբ որ ֆորում էին կարել այս տարի հունիսի 26-ին 27-ին հա անցած տարին այդ ժամանակ իրան էլ հրավիրեցի ու շատ դասախոսներ համալսարանի տարբեր տեղերից իրավաբաններ գինեկոլոգներ եկան ասին մենք ինչ կարանք անենք ասի եթե տաքսիստը 20 րոպեում
ասա մարդու միտքը փոխել բա դու ինչ կարականի։ Ու այդ օրը մարդկանց մեջ մի հատ կրակ ընկա, որ ասին հելնել ենք ինչ հասնում է մեր կողմից անենք, դոցենտներ կային բժշկական համալսարանի գինեկոլոգներ, մեկը հելա բացացավ, ասեց ձեր առաջ խոստանում եմ, որ էլ աբորտ չեմ անելու, ասի Աստծո առաջ խոստում էր առաջ խոսմի տու։ Ես մի բան եմ նկատել, միգուցե կանանք ավելի լավ կհասկանան, որովհետև իրենց ուղղությամբ է այդ աշխատանքը տարվում, հատկապես քրիստոնեական երկրներում, նույն Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Հայաստան, քրիստոնեական երկրներում այդ նույն այսպես կոչված Սորոսական, այդ սիմվոլիկ եմ ասում, բայց մենակ Սորոսը չի, Բիլ Գեյթսի եւ այլն, այդ հիմնադրամները մեծ աշխատանք են տանում կանանց իրավունքների անվան տակ, այդ ձեր ասած երեխաների սպանության գծով պաշտպանվել, չգիտեմ, պլան ընտանիքի պլանավորում ու մեծ գումարներ են։ Արդյոք դա, բայց նույնը չեն արում, օրինակ, ասենք, մահմեդական երկրներում, չէ՞։ Չկա, ես չեմ տեսել։ Թույլ չեն տալիս։ Այդպիսի միտում կա, թե չէ, Լիլիթ, ասենք, հայ կանանց վրա աշխատել հենց այդ ուղղությամբ։ Իհարկե կա, շատ մեծ տեխնոլոգիաներ են աշխատում, բայց գիտեք ինչն է ցավալի, թեկուզ եթե նայենք, որ ասում են ֆեմինիստական կնոջ իրավունքները իրանք պաշտպանում են կնոջ իրավունքները, չէ՞։ Բայց իրանք ի սկզբանե կնոջը վերամորթում են։ Ինչու եք աղջիկ երեխային սպանում։ Եթե կնոջը տալիս եք իրավունք ընտրելու եւ կնոջն եք մեծացնում, դուք հենց սկզբից դու աբսուրդի դուրս գալիս իրանց ասածը, որովհետեւ իրանք կողմ են, որ աղջիկ երեխան նորմալ է, որ աղջիկը երեխային աբորտ անես։ Ֆեմինիստները ոնց որ փաստում են, որ աղջիկ երեխան պետքական չի։ Ֆեմինիզմը կանանց դեմ է։ Եթե ուզում եք իմանալ։ Եվ նաեւ ֆեմինիստներին ես ասացի։ Կանանց սարքում են գազազած էակներ, տղամարդկանց սարքում են, չգիտեմ, թույլ։ Հենց ֆեմինիստներին հենց ասի եթե դուք կանանց իրավունքներն եք պաշտպանում, ուրեմն բոլոր աբորտ անող կանայք իրավունք ունեն հասկանալու իրանց մարմնից ինչ է կատարվում ու դրա հետևանքները։ Հենց մեր ֆորումը 3 կետից էր բաղկացած՝ աբորտը եւ դրա վնասները, առաջինը հոգեբանական, հոգեվոր, դեր ավելի շատ լավ ներկայացրեց այդ մասին, որ այդ ազգային մորալը ոնց է կորում դրանով եւ շատ սենատորներ իմ ընկերը աշխատում է սենատորների հետ ավելի քրիստոնյա սենատորների հետ հրավիրում է Հայաստան ու առաջի բանը ասում է նայում եմ առաջի աբորտ անող ազգն է եւ հենց Զվարթնոցից ու սկսած բոլոր նայթ քլաբները ճանապարհի վրա ասում են դուք ինչ կարգի քրիստոնյա եք էլի լիբերալ քրիստոնյա եք ինչ քրիստոնյա եք իրանք զարմանում են։ Իհարկե։ Հիմա ավելի շատ կզարմանան, ես առիթից օգտվելով ուզում եմ նաև այդ թեմայով ճիշտ ասացիք, հենց օդանավականից շարժվելուց արդեն երևում է թե ինչ կարգի քրիստոնյա ենք, երբ որ հասնում ես հրապարակ կառավարության շենք, մի հատ հեռուստացույցը միացնում ես, ավելի ես հասկանում թե ինչա կատարվում առաջին քրիստոնյա պետությունում։ Եվ կուզեի ձեր կարծիքը իմանալ, եկեղեցի պետություն այս թիրախավորումը պետություն չասենք, ասենք իշխանությունների կողմից հայ առաքելական եկեղեցու դա ինչին է ուղղված։ Նախ ինչ գնահատական կտակ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ այդ ով է իրանց ֆինանսավորում, որտեղից է այս պայքարը, նույնիսկ չգիտեմ, իմ կարծիքն է, մտածում եմ, որ Վատիկանից է այս ամբողջը ղեկավարվում, չգիտեմ։ Բայց տեսնում եմ համոզված եմ, որ Էրդողանն ու Ալիևն են ղեկավարում։ Միգուցե տարբեր շահեր են անում։ Չգիտեմ, քաղաքական կամ այտենց կրոնական բանի մեջ չեմ մտնում, բայց նույն այդ կոնգրեսմեններն ու սենատորները, ովքեր գալիս են քրիստոնյա, իրանք արդեն դատապարտել են եկեղեցու դեմ հելած այս արշավը, եթե տեսած կնեք Թաքր Քարսոնի հաղորդումը Նարեկի հետ, դա շատ բան ասում, որ քրիստոնյա նորմալ մտածող քրիստոնյան տեսնում է, որ սա եկեղեցու դեմ արշավ է։ Եվ նույնն էլ ասենք ես հատուկ մարդու անց չեմ ուզում պաշտպանել, բայց ով որ օծություն ունի, ըստ Աստվածաշնչի սխալ է օծյալի դեմ հետնել։ Նույնիսկ Դավիթը Սավուղի պես թագավոր, որ շատ մեղավոր թագավոր էր ու քահանաների է սպանել, 80-ից ավել քահանայի, երբ որ քարանձավում Աստված բերեց իր դեմը քնած ժամանակ Սավուղը գալիս է այնտեղ, որտեղ որ Դավիթն է թաքնված,
ու Դավիթին զինվորները ասում են ամսանից լավ վարիչ չկա, Աստված բերելա դեմը։ Մի հատ խփի նիզակով վերջացի ասես քավլիցի ես օծյալի դեմ ձեր բարձրացնեմ, շորն կդրում այդ ժամանակ, հետո երբ որ ծավալը դուրս է գալի գնում է հետևից գոռում ասում են այ շորը իմ ձեռն է, բայց նույնիսկ այդ շորը կդրելու համար էլի զղջում է ինքը, ասում է ես օծյալի շորը չպետք է կդրեի։ Այսինքն իմ գնահատականը, իմ մոտեցումը այդպես է։ Եվ կոչ կանեի բոլոր այն մարդիկ, չգիտեմ ինչի պատճառով են դուրս գալիս օծյալի դեմ, մի պահ մտածեն։ Այստեղ անձի խնդիրը չի, այստեղ մեր երկրի, մեր քրիստոնեության, մեր եկեղեցու խնդիրն է, այստեղ անձի հետ կապված չի, այսօր այդ անձը կարա լինի ուրիշ օր, բայց ինքը օծյալ է ընտրված այդ դիրքի համար եւ արդյունքում եկեղեցին է պահել, որ մենք մինչև այսօր կանք ու իմ համար շատ ցավալի է։ Ուրիշ բան է, որ մենք ենք խոսում, հայերս ենք, չէ՞ մեր մեջ խոսում, բայց շատ ցավալի էր, ես վերջերս լսեցի, որ CBN-ի նյուզով էին տալիս, այնքան ցավ ապրեցի, որ տալիս էր, որ նայեք Հայաստանը ամբողջ ոնց որ անդադ բրագան, ճիշտ բառը շատ ենք հպարտանում, չէ՞ որ առաջին հայ քրիստոնյա առաջին քրիստոնյա երկիրն ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց էլի վերադառնում ենք մեր թեմային, իրանք ներկայացնում են, որ առաջին քրիստոնյան են, դրսի թշնամիներից են խոսում, բայց իրանք են հենց ներսում իրենց մորթում։ Ամենաբարձր աստիճանը աբորտի իրանց երկրում լինելով ու տարբեր է որ մենք ենք մեր մասին խոսում, բայց երբ որ դրսին են խոսում, արդեն դա շատ է ցավացնում։ Միևնույն ժամանակ եկեղեցու, ասենք ոչ մեկ իրավունք չունի մեր սրբություններին կպնելու։ Այո։ Շատ շնորհակալ եմ, եթե ձեր խնդրեմ ամփոփեք եւ մեր հայրենակիցներին միգուցե ձեր պատգամը ձեր ծրագրերի հետ կապված։ Գիտեմ, որ այլ ծրագրեր եք անում, բայց միգուցե այդ մասին այլ առիթով։ Ալմա ծրագիրը, երբ որ տեսանք, որ շատերը գիտեն։ Հայաստան կաղում է ուսումը 4 ալմա լաբորատորիաների հետ մեկը իմ դպրոցում, որտեղ ես եմ սովորել, երկրորդը Չարբախի Մոսես Գորգիսյանի դպրոցում իր անունով որտեղ ինքն սովորել երկուս Արցախում եւ վերջերս Թիֆլիսի հայկական դպրոցում բացավ հենց Թիֆլիսի լուսկրթության նախարարության խնդրանքով եւ դեսպանի շատ լավ ընդունեցին եւ դա կարծես մի հատ կամուշ դառավ հայ-վրացական բարեկամության եւ նույն այդտեղ սովորող վրացի ուսանողները դառնում են ավելի հայամետ եւ գիտեք մեր ճանապարհն էլ հենց Վրաստանով անցնում ցամաքային ճանապարհը մեզ պետք է ավելի շատ հայամետ վրացիներ ունենալ մեզ ընկերներ են պետք բարեկամներ որովհետեւ մեր հարցը մենակ մենք չենք կարող լուծել եւ ինչպես ասեցի այո թմլամոների եւ տարբեր տեսակի խաղամոլների վերականգնական կենտրոնը Մելզավանում եւ Հրազդանում մեր ծրագիրը օգնում է եւ մեծանում է գնալով ավելի մեծանում է ու շատ մարդիկ դուրս են գալիս արդեն օրինակելի մարդիկ նույնիսկ ասենք այդ գյուղի գերեզմանոցն են մաքրում գյուղի փողոցներն են մաքրում ուրեմն ուրիշի ցախն են կդնում ուրիշի այգին են ձրի լրիվ որտեվ իրանք սովորել են որ ձրի արելեք ձրել դիտակ իրանցից ոչ մի գումար չի վերցվում եւ ով էլ որ այդ խնդիրը ունի կարող են իրանց հարազատին բարեկամին ուղղորդել եւ կուզեի նաեւ խնդրել որպեսզի ասեք թե ինչպես մարդիկ կարող են ձեզ կապվել եթե հետաքրքրված են գուցե email-ի հասցեի եւ այլն Facebook-ով մեկ ընտանիք միսիան է մեր կազմակերպությունը One Family Mission One Family կարող են նամակ գրել մեր կամավորը կպատասխանի մեր կամավորն էլ շատ հետաքրքիր Մարիամ Օհանյանը մի աղջիկ լինելով 10 հոգու գործան համ կովը ընտրում է համ կովը փոխանցում է համ նկարում է համ այս երեխաներին որ 150 երեխայի վերարկու եւ կոշիկեց արել բոլորը իրանց չափերով սայզերով այդ ամեն ինչ արել ու տարել իր ձեռով էլ արել էր ու մի օրվա մեջ եւ երկու ընտանիք էլ կովել տվել եկել էր քաղաք մեր բարերարներ ունեն քաղաքում մի անգամից այդ փոխանցումները մինչև գիշերվա 12-ը պատասխանում շատ լավ կամավոր ունենք այդ կամավորների միջոցով որ գործ առաջա գնում եւ եզրափակելի ու իրավունքը տանք Լիլիթին իրավունքի մեջ այո 7 երեխա ունի իմ կոչս է բոլոր կանանց
թե դա անկախ տարիքից, որովհետև մեծերն էլ իրենց փորձից կարող են օգնել։ Ամեն դեպքում ես միևնույնն է կանդրադառնամ իմ ցավոտ թեմային, որ եկեք չսպանենք մեր երեխաներին ու անեցք չբերենք մեր վրա, անկախ նրանից ով ոնց կընդունի երեխային, դա մարդասպանություն է, որովհետև քանի անգամ արդեն խոսեցին, կինը դեռ չգիտի, որ ինքը հղի է, բայց երեխան արդեն ունի սրտի զարկ, որը անկախ նրանից դա մեզ հասանելի է, մենք կարողանում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով լսել թե չէ, բայց նա արդեն կյանք է ու մենք մեզնից ցանկացած մեկի կյանքի պես եկեք կյանք տանք, ոչ թե խլենք։ Հրաշալի վերջաբան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցները Համլետ եւ Լիլիթ Չոբանյաններն էին, մեկ ընտանիք միսիա այսպես նախաձեռնության համահեղինակները եւ հիմնադիրները եւ ակտիվ պայքարողները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը կհանդիպենք։